Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ 3 օրվա ընթացքում արդեն 7-րդ անգամ։ Պաշտպանության նախարարությունը կրկին հերքել է Ադրբեջանի հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22:15-ից մինչև մարտի 18-ի 0 ժամ 20 րոպեին, նաև 8:55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։ Այս պահի դրությամբ Ադրբեջանը չի փոխանցել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման ոչ մի փաստական տվյալ։ Վարչապետի աշխատակազմը վերահաստատելով հրադադարի խախտման դեպքերի տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը հայտարարում է։ Հայաստանի բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Բաքուն Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը կրկին մեղադրել է իրենց բնորոշմամբ տնտեսական գործունեություն ծավալելու մեջ, նշելով, թե նման գործունեության նոր ձայնագրություններ են ի հայտ եկել։ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կարևոր է ողջ տարածաշրջանի համար, Վրաստանի ԱԳ նախարարն է հայտարարել։